Եվ վոլեյ հաղորդումը չեմ ուզում փակենք առանց այս մտքի, որ դու շատ funny էիր, շատ լավն էիր, ընտիր էիր, որովհետև ես պատկերացրեցի, ես հայտնվեի այնտեղ, ես կարողա իրոք լարվեի, փորձեի կենտրոնանալ, որ շատ ճիշտ խոսեի եւ այլն, դու այնքան լավն էիր ու բնական։ Դա մի պատմություն է դարձել, վերջերս Խազեր մրցանակաբաշխության ժամանակ մոտենում է ինձ Հրաչ Մուրադյանը ու ասում է. «Եվ ինչքան լավն էիր դու վոլեյ մոտ, ինչքան ասում եմ, վայ մերսի, ինչքան հաճելի է լսել դա, որովհետև այնքան վատ բաներ եմ լսել, որ լավ բան լսում ես։ Եվ դու կհավատաս, ես դա չգիտեի վատ կոմենտները։ Վայ այնքան վատ։ Դու դա նորմալ է, որովհետև մեր տունն էլ էր դա։ Մաման ինձ ինչ ասես դու ոնց այս բառը այսպես որովհետև մեր ասացիր։ տունը շատ լավ են խոսում ռուսերեն, շատ։ Իրականում ես էլ շատ լավ հասկանում եմ եւ էլ ավելի լավ եմ խոսում, քան այնտեղ, բայց միևնույն ժամանակ երբ դու նստած ես վոլեյ մոտ, առաջին հայ երիտասարդ աղջիկն ես, որ կարողացել է գնա այնտեղ, իսկականից։ Վոլյան միջև այդ քո ձեռքը սեղմում, ասում են, ինչքան հաճելի աղջիկ ես, ինչ հավես է քո հետ շփվել է եւ այլն, ու դու նստում ես այնտեղ, ու դու նայում ես, ասում ես. «Վայ, ինչ հավես է»։ Ու դու չես մտածում, դու ընդհանրապես չես մտածում, ինչ ես խոսում, դու մենակ մտածում ես ինչքան հավես է, ինչ հավես է։ Վայելում էիր։ Հա, ես ուղղակի վայելում էի։ Ուզում եմ հասկանալ եւ հարցս ուղղել նաեւ մեծ դիտողներին։ Օրինակ, երբ տեսնում ես X մարդը, X հայ աղջիկ, մետրոյի է մասնակցում, ներկայացնում է, հա, Հայաստանը, ինքը լավն է, սիրուն է, հավեսն է։ Օրինակ, դրանից, եթե նույնիսկ ինչ որ բառ են չի ասվել, վատ զգալը կամ վատ զգալով հանդերձ չարարել, գրել դա ինչա ձեզ տալիս։ Ասում եմ, ես կուրախանայի հաստատ։ Ու կարելի էր դա նայել մեկ այլ ձևով, ասել ինչ հավես է, Եվան օրինակ հայտնվել այստեղ, վայ շատ հավես է։ Բայց երբ սկսում եմ վատ բաներ գրել, օքեյ, գրեք։